Այսօր պատրաստում եմ չամիչով փլավ, որը, ինչպես գիտենք, Սուրբ Ծննդյան գլխավոր ուտեստն է համարվում։ Տեսանյութում կպատմեմ ինչպես չամիչով փլավի խորհուրդը, այնպես էլ պատրաստման ձևը։ Սկզբում 2 լիտր ջրի վրա լցնում ենք մոտ 1 ճաշի գթալ աղ և դնում գազօջախին մինչև եռա։ Այս ընթացքում կտրում եմ ծիրանի և սալորի ջրերը։ Հիմա պատմեմ չամիչով փլավի խորհուրդը։ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը նշում է հունվարի 6-ին։ Տոնին նախորդում է պահեցողություն, իսկ հունվարի 5-ի երեկոյան ճրագալույցին սեղանին դրվում են հիմնականում պահքային, պարզ, բայց խորհրդանշական կերակուրներ։ Այդ սեղանի ամենակարևոր ուտեստներից մեկը հենց չամիչով փլավն է։ Չամիչով փլավը խորհրդանշում է Քրիստոսի ծնունդով աշխարհ եկած հոգևոր ուրախությունը, օրհնությունն ու քաղցր կյանքը։ Այն միաժամանակ արտահայտում է 3 հիմնական գաղափար՝ պարզություն և խոնարհություն, քաղցրություն և ուրախություն, առատություն և Աստծո օրհնություն։ Նախ այստեղ ասեմ, որ 250 գրամ չամիչը տապակում ենք 150 գրամ յուղով, որից հետո լցնում ենք ջրերը և դնում մի կողմ։ Չամիչը խորհրդանշում է կյանքի քաղցրությունը, ուրախությունը և բարեբերությունը։ Քանի որ չամիչը ստացվում է չորացված խաղողից, այն կապ ունի նաև փոխակերպման գաղափարի հետ, ինչպես մարդն է փոխվում Քրիստոսի լույսի ներքո։ Քաղցր համը հիշեցնում է ավետիսը՝ մեծ ուրախություն եմ պարգևում ձեզ։ Այս մասում ավելացնեմ, որ երբ սկսում է ջուրը եռալ, նախօրոք լվացված 500 գրամ բրինձը լցնում ենք ջրի մեջ և դնում գազօջախին մինչև եփվելը։ Բրինձի սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն, անարատություն և նոր սկիզբ։ Բրինձի հատիկների բազմությունը հիշեցնում է մարդկանց բազմությունը, որոնք կոչված են միավորվելու Քրիստոսի շուրջ։ Բրինձը նաև հացահատիկ է, այսինքն կյանքի հիմք, Աստծուց տրված կենսական պարգև։ Պահքային լինելու պատճառով չի օգտագործվում կենդանական յուղ։ Այն ընդգծում է պահքի շարունակությունը, մինչև տոնի լիարժեք սկիզբը։ Չամիչով փլավը Սուրբ Ծննդին հիշեցնում է, որ կյանքը կարող է լինել պարզ, բայց օրհնված։ Ուրախությունը կարող է ծնվել խոնարհությունից, իսկ իսկական քաղցրությունը գալիս է ոչ թե նյութական հարստությունից, այլ Աստծո ներկայությունից մարդու կյանքում։ Այդ պատճառով էլ չամիչով փլավը դարձել է Սուրբ Ծննդյան սեղանի անբաժանելի խորհրդանշական ուտեստ հայկական ընտանիքներում։ Եփվելուց հետո քամում ենք, բրինձը առանձնացնում և լցնում ենք տապակված չամիչի վրա։ Լավաշը տարածել եմ համապատասխան կաթսայում, ինչպես ցույց տրվեց տեսանյութում, բայց լավաշը ըստ ցանկության, կարող եք նաև պատրաստել առանց լավաշի։ Արդեն պատրաստի զանգվածը լցնում ենք լավաշի մեջ, ավելացնում մոտ 30 գրամ յուղ և ծածկում լավաշով։ Դնում ենք մարմանդ կրակին մինչև կարմրի։ Հակառակ կողմով հանում ենք կաթսայից և վերջ, մեր շատ համեղ չամիչով փլավը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք, հաստատ ստացվելու է, և չմոռանաք բաժանորդագրվել և դնել լայք, որպեսզի չկորցնեք նոր և հետաքրքիր բաղադրատոմսերը իրենց առաջացման պատմություններով։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։